Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն, ինչ նախընտրական շրջանում խոսել եմ կապված Երևանի եւ Գյումրիի հետ։ Ես անկեղծ ասեմ, այն ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր եւ նաեւ ինչ որտեղ տենց շոկային ազդեցություն ես չի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարողան լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որը խայտառակ տեսարաններ է։ Մենք պետք է գտնենք ձևերը, որ եթե անհրաժեշտ է, իհարկե ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրիին պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց միջև էդ թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած մենք պետք է հասկանանք ինչ ենք անում եւ մասնավորապես տարեկան մեր 500 կիլոմետր ճանապարհների շրջանակում տարեկան 25 կիլոմետր մենք պետք է իրականացնենք Գյումրիում, 50 կիլոմետր պետք է իրականացնենք Երևանում, որպեսզի նաև Երևանի հետ կապված ես կարծում եմ, որ այդտեղ շատ կարևոր է այն, որ շատ մեծ աշխատանք է արված բակային հատվածներում, դա շատ լավ է եւ պետք է այդ process-ները շարունակենք։ Հիմա մեր նախընտրական ծրագիրը իրականացնելիս նաեւ Երևանում ի դեպ կոնկրետ տեղեր կան, որտեղ երեխաների հետ կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել եւ դա էլ պետք է կոնկրետ հասցեներով իրագործենք, բայց շատ կարևոր եմ համարում, որ Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը ի վերջո սկսենք, որովհետեւ ընդ որում ուզում եմ ասել, որ այդտեղ ի հեճուկ ըստ տպավորությունների ոչ մի հետաձգում չկա, որովհետեւ նախագիծը, որը պետք է նաեւ արձանագրել, որ մենք 30 տարի այդ կարգի նախագիծ չենք իրականացրել եւ նախագծի փորձաքննությունը, համալիր փորձաքննությունը ինքը բավականին երկար է տևել։ Հիմա արդեն նախագիծը պատրաստ է իրագործման, այսինքն մենք Երևանի քաղաքապետարանի գործընկերներն առաջարկում են, որ մենք սկսենք տեխնիկական հսկողի ներգրավման մրցույթից, որպեսզի էդ էլ պետք է վստահ լինենք, որ կա գործընկեր, որ ունի անհրաժեշտ գիտելիքներ, որ վերահսկի այդ ամբողջ process-ը, որովհետև եթե մենք մեր սովորական ձևերով անենք, մեծ հավանականությամբ այդքան էլ չի ստացվի եւ հաջորդիվ արդեն գնանք առաջ այլ մյուս ուղղություններով, այսինքն բուն շինարարության ժամանակացույցը եւ արդեն կապալառու ընկերություն ներգրավելու բնականաբար ֆինանսավորման եղանակները եւ մեթոդները հասկանալու ուղղությամբ